Առողջության համընդհանուր ապահովագրական համակարգը մեր երկրում գործում է այս տարվա հունվարի 1-ից։ Այս համակարգը ոչ թե առողջությանն է վերաբերում, այլ նախընտրական կաշառքի յուրովի ձև է։ Սա մեկ մարդու պահանջով գործող համակարգ է, որը իր հետ բերել է մի շարք խնդիրներ։ Առաջին հերթին բուժաշխատողները պատրաստ չեն այս ծանրաբեռնվածությանը։ Ինչպես գիտենք, մեր երկրում առաջնային բժշկական օղակը շատ թույլ է զարգացած, եւ պոլիկլինիկաների, բուժամբուլատորիաների բժիշկները բախվել են լուրջ խնդիրների։ Մենք գիտենք, որ առմետ հավելվածով են իրենք կառավարելու իրենց բուժառուներին, բայց առմետ հավելվածը եւս կոլապսի մեջ է։ Իսկ ինչ վերաբերում է այն մարդկանց, ովքեր ստանում են առողջապահության համընդհանուր ապահովագրությունից իրենց մասնաբաժինը, նրանք ընկել են բյուրոկրատական քաշքշուկների մեջ։ Նրանց անընդհատ ուղղորդում են տարբեր բժիշկների մոտ, խորհուրդ են տալիս մտնել տարբեր կաբինետներ, որը իրենց հերթին առաջացնում է լուրջ խնդիրներ։ Մեր 65+ տարիքի մարդիկ հատկապես պատրաստ չեն անցնել այս ամբողջ քաշքշուկների միջով, ինչ է թե ստանան իրենց հասանելիք դեղորայքը։ Այսպիսով կարող ենք ասել, որ համակարգը ամբողջությամբ ենթարկված է կոլապսի, համակարգից օգտվում են շուրջ 1 միլիոն մարդիկ, եւս 2 միլիոն մեր բնակչության ներկայացուցիչներ դուրս են մնացել համակարգից։ Այս կոլապսի մեջ գտնվող համակարգը վաղ թե ուշ պայթելու է։ Որպեսզի համակարգը սկսի կայուն գործել, միասնության թևեր քաղաքական նախաձեռնությունն առաջարկում է առողջության համընդհանուր ապահովագրությունից առաջ առաջնային բժշկական օղակը զարգացնել, բուժաշխատողների, պոլիկլինիկաների աշխատողների հետ անցկացնել սեմինարներ, դասընթացներ, վերապատրաստումներ, որը նրանց կարողությունները եւ հմտությունները կզարգացնի։ Ամբողջությամբ փոխել առմետ հավելվածը, դարձնել այն ավելի գործող, ավելի նորմալ համակարգ, որով կարող են թե պացիենտները օգտվել, թե բժիշկները օգտվել։ Այս ամենից հետո մենք նախատեսում ենք ստեղծել առողջության համընդհանուր ապահովագրական համակարգ, որը իր ուղիղ իմաստով լինելու է համընդհանուր։ Սա վերաբերելու է մեր բնակչության բոլոր շերտերին։ Ոչ թե մի քանի շերտի, որը հիմա առանձնացված է, այլ բոլոր բնակիչները ստանալու են առողջության պետական ապահովագրություն։ Սա մեր ծրագրի կարևորագույն բաղադրիչներից մեկն է։